Ռոշանի գործարանը, որպես ելի վարկը ստանա, ավոյից առնի այդ փողերը բերեն տան ձեզ։ Հիմա դուք ավոյին, հիմա ավոյի դեմ խի չեք ետում խոսում։ Դիմեք դատախազություն եք իրավապահ ձեզ խաբել են, գցել են ձեր իրավունքն է, ես երբեք չեմ ասել։ Մարդու իրավունքները մասին չեմ ասում, ծանոթը ասում չի եղել, հիմա։ Երբ ան լինելու։ Ժողովուրդ հիմա ուզում եք օր ասեմ, հետո որ ասեք Մակարյանը սուտ ասի։ Այս քաղաքապահին ես մեկն էլ ասա։ Նորից ասում եմ լրատվական միջոցներում։ Բա այսօր անգամ ասել ես, Քայլի, ուրեմն մի ասա այս անգամ։ Դրան զուգահեռ Ռոշանը դիմել է անվանական, ասում եմ, ՓՄԾ ներդրումներ ուզեկային, որպեսզի վարկը ստանա $800,000։ Որպեսզի վարկը ստանա, սպիրտը առնի ավոյից, ավոյին գումարը տա, ավոն բերի ձեր գումարը բաժանի։ Հիմա լսեք։ Չարոց մարդ ինչ անի։ Բավը մենք ինչ անենք, Չի անի։ Եթե չախառնեն ու կան չի, եթե չարավ ուրիշ մարդ կա, որը կառնի։ Այս ամենը դրեմ Մեր վարկը 2%-ով վարկեր Հիմա ձեզի տարի 2 ամիս խաբել։ Արոն Մարկարյան, դու գնացեք։ Ոբշե, Հիմա որ ասենք ես 10 օրներ, ասենք սպասեք, մի շաբաթը 10 օր սպասեք, որևիցե բան փոխվի։ արա որի բանակը սպասեք։ Նորից ասես խապելու։ Արոն Մարկարյան, եթե մարդու արյան մեջ կա խապել, ինքը մեջն էլ խապելու է։ Բարձրաշենում չէ, ուրիշ տեղ։ Ուրիշ տեղ 66-ա ինքը ընդունել։ 66-ը ինչ պետք է կարան տա։ Քելեթան գդել արևտակ մոս։ Կարող է վարչապետի, ո՞վ վարչապետի մեջ չէ։ Դուք մեր պաշտպանն եք, դուք մեր ղեկավարն եք, դուք մեզ օգնական եք, դուք մեր Արա գնացինք արի թռան, ուրեք թռան։ Ուրիշ կազմակերպություններ կան, որ կգնեն։ Ես հիմա կոնկրետ Ռոշանը քանի որ հասել է, այսինքն այդ պրոցեսը շուտով ավարտվելու է, դա համար նշում եմ Ռոշյանի անունը։ 1 միլիոն փող ունեմ ես Այդ ասում ես մարդկանց սսել։ Իսկ ընդհանուր բարձրացումը $140,210 միլիոն դրամ, որի մեծ մասը քաղցրաշինն է վարակից վինարնկերից։ Մնացածը մինչև տարվա վերջ ամենօրյա աշխատանք կատարում, որպեսզի վճարեն։ Ուղղակի մնացածը շրջանառու միջոցները իրենց ամբողջովին ուղղում են պարտքերի մարմանը, իսկ այս կազմակերպությունը ոչ գրավ ունի, ոչ վարկ ունակա, դրա համար խնդիրներ ունի, ոչ էլ ապրանքներ։ Հիմա դրա համար այդ գնորդին գտել են, որ սպիրտը գնի և պարտքերը վերադարձնի։ Իսկ պարոն Մակարյան, մի հատ նորից հարցելը, ավոն մեր փողը տոկոսով չի տալու, 0.15% օրը բան։ Այդ սահմանադրություն գրողներին, դուք որպես գյուղնախարար, մի րոպե քուրոջ ջան, այնպես կողքի չասիկ ընկեր, որ սահմանադրություն եք գրում ազգային ժողովում, այդ որ գյուղացուն 0.15% բրդում եք տոկոս, այդ մարդը մի տարի կես Կողեց որ իմանան իմ վրա ես գորում, հա։ Չէ, ես քեզ արդեն լսի, արդեն դավադիտ ենք ելել, որ 0.15% մեր վրա փող են բրդում, այս հարգելի ազգային ժողովի պատգամավորները, որ մենք ենք ընտրել, այդ ավոյի վրա 0.15% խիչ եք կիրառում, իմ վրա կիրառել են, ես ունեմ խաղող 30 տոննա, տվել եմ ավոյին, մինչև այսօր ընձի արդեն 500,000 պարքա մնացածը տվել է կիսատ, տվել է, ես չեմ կարողացել գյուղի փողերը տամ, 10 հեկտար հող ունեմ, միլիոն դրամ պարք է, 2 տարվա պարք է, եկել է իմ վրան 500,000 ավել, դուք ինչ եք մտածում, որպես գյուղ նախարար, այսօր գիտեք գյուղի ամենամեծ հողերից տերը ես եմ, ու խորտակվում եմ, չեմ կարում փագել, գիտես գյուղացին սկած է, ու այսօր մտածում եմ մի հատ երազանք, որ գյուղում մեկը գա հողը սարնի, մի հատ ստից, ասենք, ղեկավարի գա մեր հողերը առնի, մենք պրծնենք, հողը մինուսով է։ Ձեր գյուղը են քաշումուրը, ձեր գյուղը հողառնողը չի։ Հա, պարոն նախարար, ինչ եք մտածում, դա ազգային ժողովում մի հատ ասեք, այդ 0.15%-ները Ուրեմն այդ հարցերը վարչապետի հազարական կա։ Այդ
երեք ազգային ժողովն էլ այդ հարցը հնչեցրեց, իրանք կենտրոնական բանկի հետ աշխատում են, Կեսօրին պիտի հաց ուտեն, թե չէ։ չեմ գրածել պատասխանը, բայց Որովհետև էսի, գոնես ազգային ժողովի դեպուտատների ընտրությունը մեկից շուտ էլի, էլը։ Այս ժողովուրդը ապրի փող մող վերցեք։ Այդ ընտրությունները շուտ էլի։ Մեկ այս երկրում արդար չենք քաղաքական ուղղությամբ գժվել ենք այդ մեր փողերի ծառը։ Դուք սպասում եք, այս պրոցեսները ես օրական զանգում եմ ձեզ հաշվետվություն։ Չէ, մեզ մի զանգի, այս սա ժողովրդին ասա, իմ հետ ինչ գործում ես։ Քեզ չասի ձեզ։ Դու սոսին զանգում ես, բայց 5 օր հետո, պարոն նախագահ, պարոն ղեկավար, որ մեր փողը չելա, 5 օր հետո ինչ արել։ Նորից են գալու։ Սոսը մեզ հաղորդեց, ասեց սոսին չեմ ասում, չէ, սոսին մենք հաղորդեցինք, ասենք սոսին չեմ ասում, ասեց վարչապետ ասեց մենք մեր սպիրտնա, մեր իմիջը կվաճառվի կտանք, սոսը ձեզ հարցատեկան նախարին հարցատվե, իրը չվաճառվի, դուք ինչ ասեք, դուք ձեր գործը չի, դուք ձեր գումարը կստանաք, եկել ենք մեր գումարը ստանանք։ Հասել էր այդ գործարքը, սարմությունը չկայացավ։ Հիմա օրից ասում եմ, հիմա ինչ կա։ Որը տալիս է, ռոշենի գործարքը։ Խնդրում ենք, դեզի, դույտամ մենք գործանենք վարչապետին մոտ։ Մենք այսօր ուզում ենք կան վարչապետին հանդիպենք առաջ լերդին։ Այդ վարչապետը մեր գյուղացիների վարչապետ չի։ Կներես էլը հարց է։ Դե որ վարչապետը բոլորի մի տեղեկացեք, թող 3 հոգի մեր բանը, ասենք ես մեր ցավ ու դարդ ախպեր չա։ Կարող է այդ ավոններ փողը չտա, մենք նոր տարի էլ չանենք։ Ամեն մեկը դու չանգամ։ Ստիպված եք։ Ամեն օր գյուղատնտեսական նախարարը ձեր հարցի մասին զեկուցում։ Մեր գյուղի մասին չեն խոսում։ Սա գյուղի մասին Միած որպես մարդու, միած տեղեկացում վարչապետին ասա, հաղթաշենցիները ուզում են գան։ Հա վարչապետի, ես Աբրամյան հովիկը, մեր վարչապետը, անցած անգամ որ եկանք, ասեց քելեկտում փողերը կստանաք։ Հիմա այս վարչապետն էլ կարող ասի, էլը, ինչի չեք ուզում որ ասի։ Հա, դες Աբրամյան հովիկը ասեց գնացեք ձեր փողերը ստացեք, գնացինք, հիմա այս վարչապետին էլ Օղորմի անցյալներին կարող ասի գնացեք փողը ստացեք, հիմա հնարավոր է այս երկրում, էլը։ Չէ, մենք ուզում ենք Որելի, մենք ես մեր գյուղում ասենք պատվավոր գյուղացի, պատվավոր մարդ մեր գյուղում, բայց Իրոք էդի, Ցանկանաց գալու։ Հիմա ես մենակ Բայց ոչինչ չունենք։ Մենք ուզում ենք բարձրանանք վարչապետ մոտ։ Խնդրում ենք ընդ տեղեկացրեք, գյուղացին ուզում են հանդիպեն ձեզ։ Եվ որ ասում եք կներես, եւ Արվին ասենք եկել եք մեզ ասում եք, Ամենօրյա այդ մեր ստողության տակ։ Դա բտեսեք, գյուղացու օրը, հա։ Ժամկետներ չկան, էլի, պայմանագրվել։ Վայ են մարդուն իրոք, որ ես երկրում քրտինքով փող աշխատում։ Օրինակ դուք մաքսիմումը որ ասեք։ Ձեզ? Չէ, դուք ասեք։ Ինչ որ քանի օր եք պատրաստ։ 5 օր։ Մենք ոչ միայն պատրաստ չենք 5 օր արա։ 5 օրը որն է։ Ես ոչ միայն պատրաստ չեմ։ Պատրաստ չի։ Ստե, եթե մի մարդ կա որ կարող է, դες մենք չենք ասում, ես ով եմ որ ասեմ։ Ես ժողովուրդը կասի։ Ստե մեկը տղայա կարատես բան ասի։ Սաղս էլ սոված ու քասիվ ենք։ Այդ չեմ ասում, դուք բարավելագույն պայմանավորվեք ասեք։ Թույլ տակ բարձրանանք վարչապետի մոտ դուք պայմանավորենք օրը։ Իրոք ոչ երնեք են մարդուն էս երկրում որ քրտինքով փող աշխատում։ Մեզ էս ինչ օրն է։ Վարչապետի մոտ մենք պահանջենք վարչապետի մոտ ներկայանալու։ Դրանց հետո նոր իմանանք ինչ կա։ Պարոն Մակարյան։ Ամանոր հնարավոր է։ Ամանոր հայ ես շուտ օր չեմ ուզում ասում, չէ՞ ամանոր։ Քուրոջանի հա կելի, բա, Պարոն Մակարյան, ամանոր կլի, հələ շուտ։ Բա որ չելավ, այն ժամանակ ինչ եք ասելու։ Նորից եթե նոր տարուց հետո մենք գանք ստեղ, այն ժամանակ ինչ եք ասելու։ Վարչապետի մոտ բարձրանալու։ Լերում եք, ուրեմ չի լելու։ Դες, չէ, ես ասում եմ, հիմա դուք ասիք Պրոշյանին վարկ եք տալի, ես հարց տվիմ, ասին Պրոշյանին այդ վարկը որ տակ,
Այդ փողը որ չհասավ մեզ, ինչ եք անելու, ձեզ չեք ասում։ Նորից չեք ասում։ Ամպերի։ Վարդանանք վարչապետի մոտ, վարչապետը ձեզ Այ դուք տենց եք ասում, վաղը այդ վարկերը նորից կվերցեն, ուրիշ տեղ կետ այդ վարկերը, էլ այս կասիպ գյուղացին կմնա առանց կոպեկի։ Լսի, 6 ամիս առաջ սրտից բանեմ ստենդավորին Դու մի ջղայնացի, Մնի շատ խոսալ չի կայլի Միլիոն ու կես հիվանդանոցին ասին կտաս կապրես, չես տա կմերնես Ես էդի տվիր եմ, որ այսօր իմ քրտին կպահանջեմ Չեք տալի որ կանեմ պարկերս մագեմ Սաղ գյուղացիները են թշվառականների նման, փախստականների նման եկել ենք ստե, թե ինչ գործ ունենք ստե։ Մեր փողերը տվեք էտան մեր քրտինքի փողնա։ Ու հերոստացույցով մեր երեխեքին դպրոցում դասավանդում են հայրենասիրություն։ Ինչ հայրենասիրություն։ Այսօր հացի պրոբլեմ ունեմ հայրենասիրություն եմ խաղում։ Ինչ։ Սուտ։ Ասեն ինչ եք պատրաստում անել այսօր։ Մենք ախիշ կարանք որ ինչ անենք։ Ինչ կարանք։ Այս ժողովուրդը ինչ կարա։ Շատ որ խոսան կտան դրբիտակ ինչ կանեն։ Չգիտես ինչ պետք է անեն։ Ճիշտ ես ուզում իմանաս։ Այդ պետք է անեն։ Մեր փողերը տան, մենք ուրիշ ոչ մի բան չունենք։ Այսօր իրանց տված գումարը խաղողի գումարը տոկոսա կնացի բանկերից։ Մակարյանը ասաց, որ Պրոշյանը վարկավերցնելու եւ այլն հավաքում։ Ասեցին Աբոյլյովանա կոնյակը առնելու։ Մի ամիս էլ էս ձգնվավ։ Աբոյլյովան եկավ հրաժարվավ չառավ կոնյակը։ Պրոշյանը չի առնի։ Հեսա Պրոշյանն էլ, հետո էլ մեկ ուրիշը, հետո էլ մեկ ուրիշը։ Всё, ով չգիտի որ խապում են, մենք սաղս էլ գիտենք որ խապում են մեզ։ Ով չգիտի։ Պես Պրոշյանը բանը գործ Մենակ հալալեր Աբրամյան հովիկին իջավ ստից ասես գնացեք փողերը ստացեք ուրախ գնացինք փողերը ստացանք տարանք մեր ընտանիքի հոգսերը Նոր վարչապետը չի կարող բանց նման Դա այսօր ասում ենք պարոն Մակարյան գնա մի հատ վարչապետին ներկայացրու կարող է մեր վարչապետը վարչապետ Կարեն Կարապետյանը լի ասի տղաներ գնացեք տուն ձեր փողը ստացեք հրաշքները լյունում է Էլավ մի հատ հրաշք, երկրորդ հրաշքն էլի պրսնենք, մենք պանու գործ չունենք գալիս ենք ստե, արդեն ստիպված են գալիս, գյուղացումն են խեղտե, հողի, հարկ չերի հարկ, ու ասում են հողի հարկը քիչ գումար, տո ոնց է քիչ գումար, ջրի հարկը, ոնց է քիչ գումար, պետք է լինի որ ես քո ջրի հարկը տամ, այսօր իմ ընտանիքը ավելի կարևոր է, քան ստե հողի հարկն ու ջրի հարկը, գժվեց սրերը, մեզ սաղին հոգեկան հիվանդ են սարքել 2%-ով բանկերը, ասում են բանկերը լավ են, տարեկան 24%, մեզնից տոկոսադրույք են վերցում։